Հրաձգարանից մինչև օպերատիվ կառավարման կենտրոն, մարզասրահից զենքի ստացման կետ ու ոչ միայն աշխատանքային պայմաններին ծանոթանալու նպատակով բարեկային ծառայություն էին այցելել ներկա ու ապագա դիմորդները։ Թափանցելիության սարքն է, սրանով որոշում ենք հագեցվածության աստիճանը։ Գործող ծառայողները ներկայացրին նաև մեքենաների տեխնիկական հագեցվածությունը, համալրված ավտոպարկը։ Հիմնականում երթևեկության ընթացքում վթարների դեպքում արագ արձագանքելը շատ ավելի ժամանակի առումով կարճ է ստացվում։ Բայց հիմա սրանք չենք վարում, որովհետև ունենք սեզոններ, որի դեպքում որ սա կիրառելի է։ Ընդունելության փուլում նախատեսված է 250 թափուր հաստիքի համալրում, իսկ դիմորդների թիվն արդեն մոտ 600 է։ Ագապի Թադևոսյանը նրանցից մեկն է, ասում է, տեսել է հայտարարությունն ու որոշել անմիջապես դիմել։ Ունեմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչուհի ու մեծ ցանկություն ունեմ աշխատել բարեկային ծառայությունում։ Ապագա բարեկը կարևորում է նաև ծառայության անցնելու համար տարիքային սահմանափակման վերացումը։ Թեկուզ բարձր տարիքի մարդիկ, երբ որ կարդում ես հայտարարությունը մինչև 35 տարեկան, դուք ես համարում ես արդեն տարիքից դուրս աշխատանքի առումով։ Շատ ողջունելի է այդ փաստը, որ հանված է տարիքային սահմանափակումը, ինչի՞ չէ, նաև մենք հնարավորություն ունենանք սովորելու եւ աշխատելու, ծառայելու Հայաստանի Հանրապետության ներքին գործերում։ Դիմորդների թվում են նաև Խաչատուր Միրզոյանը, ասում է 3 տարի է ինչ վերադարձել է Հայաստան ու ցանկացել ծառայության անցնել իրավապահ համակարգում։ Ամենակարևորը, որ մենք իսկապես գիտակցաբար մոտենանք մեր ընտրությանը, դա ամենակարևորն է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդգծում է, բարեկային ծառայության ընդունելության գործընթացն ուղեկցվում է իրազեկման լայնածավալ արշավով, որի առանցքում ծառայության իրական բովանդակությունն ու պատասխանատվության չափը ներկայացնելն է։ Ընթացքի մեջ է գտնվում նոր իրազեկման արշավը, որն ունի հետևյալ վերտարությունը՝ վստահիր քեզ, միացիր մեզ, եւ դրա շրջանակներում բարբերաբար հանդիպումներ ենք կազմակերպում պոտենցիալ դիմորդների հետ, որպեսզի նրանց տեղեկացնենք բարեկային ծառայության գործառույթների մասին, գործառույթները, տարբեր առանձնահատկություններ։ Ծառայության անցնելուց առաջ դիմորդները ներքին գործերի նախարարության կրթահամալիրում 6 ամսյա դասընթացի են մասնակցում։ Նախարարի խոսքով կրթական գործընթացում մեծ ուշադրություն է դարձվում գործնական հմտություններին, անցնում են բազմաբնույթ վերապատրաստումներ, գործող բարեկների հետ ուսանողները դուրս են գալիս ծառայության իրական կյանքում ծանոթանալու աշխատանքի բնույթին։ Սրանով մենք փորձում ենք իրականում փակել այն բոլոր բացերը, որոնք կարող են պրակտիկ աշխատանքի տեսանկյունից արկա լինել կրթական process-ում, եւ բնականաբար այսպիսի հանդիպումները գալիս են նաեւ լրացնելու այդ բացերը, որպեսզի մի դեպքում անձը գիտակցված որոշում կայացնի, հասկանա ինչ ծառայության մասին է խոսքը, դիմի թե չդիմի, երկրորդը եթե արդեն դիմել է, կրթական process-ի շրջանակներում այնպես անենք, որ նա առավել պատրաստված լինի գործնական կյանքին, գործնական ծառայությանը։ Ընդունելության փուլը դեռ շարունակվում է, կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։